Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք միասին ուղիղ եթերում ենք, որպեսզի սկսենք դեկտեմբերի 4-ի առավոտը, իսկ մեզ հետ օրը սկսվում է արդյունավետ եւ շարունակվում դրական լիցքերով։ Ժամն արդեն 9:31, սուրճ ու սերն այսօր ապահովելու են Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, առաջարկում ենք առաջիկա 1.5 ժամը մնալ մեզ հետ, սուրճի առաջին բաժակը խմել, միասին ծանոթանալ առավոտյան տանից դուրս գալուց անհրաժեշտ այն կարևոր տեղեկատվությանը, լսել լավ երաժշտություն, ծանոթանալ լուրերին եւ իհարկե խոսել հետաքրքիր թեմայով։ Այո, առաջիկա 1.5 ժամը կանցկացնենք միասին, օրը 5-շաբթի է, աշխատանքային շաբաթն աստիճանաբար մոտենում է ավարտին, տարին է մոտենում ավարտին եւ ինչպես ամեն օր այսօր էլ մենք հետաքրքիր թեմաներ եւ նորություններ ենք քննարկելու եւ այս ամենին հետեւելու ճանապարհները մի քանիսն են, դե ավանդական FM հաճախականությունը, բացի այդ կարող եք մեզ դիտել մեր կայքում armradio.am Այո, նաև Facebook-յան մեր էջում ենք on-line եւ երկու հարթակներում էլ մեզ հնարավոր է նաև մեկնաբանություններ թողնել, իսկ այդ մեկնաբանությունները մենք մեծ սիրով կարդում ենք նաև եթերում, առհասարակ փորձենք ինտերակտիվ պահել եթերն այսօր նույնպես 553702 մեր հեռախոսահամարն է, որով կարող եք նաև մեզ զանգահարել, կիսել ձեր կարծիքը թեմաների շուրջ, հարցեր ուղղել հյուրերին կամ պարզապես բարի լույս մաղթել մեզ ու մեր ռադիոլսողներին։ Այնպես որ բարի լույս սկսում ենք օրը եւ սկսում ենք մեր ընթացքը։ Սովորում եմ ես, սովորում եմ են, սովորում եմ ամեն ինչին սովորեմ, սովորեցի քեզ ինձ մոտ մի քիչ տեղ տալ, հիմա հեռանում եմ սովորեմ հոգուս սեր տալ, սովորեցի քեզ, սովորեցի մեզ, դրա պատճառով մնացի մենակ ես, սովորեցի քեզ մի քիչ չլավել տեղ տալ, հոգիս ընկճվել ա չգիտի էլ ոնց հետ գա։ I'm not a Barbie girl, I won't fit in your little world. I ain't your doll to dress up, we're from two different worlds. I'm not a Barbie girl, I won't fit in your little world. I ain't your doll to dress up, we're from two different worlds. Մեկ ասում ես են, մեկ ասում ես չէ, հաստատ ես ու են. Մի բարով ասեմ ու գնամ ոչ երանի քեզ, դու տանելի չես անիմաստ, սովորեցի քեզ մի քիչ չլավել տեղ տալ, հոգիս ընկճվել ա չգիտի էլ ոնց հետ գա։ I'm not a Barbie girl, I won't fit in your little world. I ain't your doll to dress up, we're from two different worlds. I'm not a Barbie girl, I won't fit in your little world. I ain't your doll to dress up, we're from two different worlds. I'm not a Barbie girl, not a Sovoruma, not a I'm not a Barbie girl, not a Sovoruma mess, Sovoruma men, Sovoruma men inchin Sovorem, Sovoruma mess, Sovoruma men, Sovoruma men inchin Sovorem, yes Sovoruma mess, Sovoruma men, Sovoruma men inchin Sovorem. The station with the best music. Best music. I love the music. Best music. Իսկ մենք սովորում ենք ամեն առավոտ միասին սկսել օրը արդյունավետ, այսօր դեկտեմբերի 4-ն է 9:34, շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը եւ ձեզ եւս մեկ անգամ հիշեցնում, որ մեզ կարող եք նաեւ դիտել armradio.am կայքում եւ մեր Facebook-յան հարթակում։ Քանի որ մեր ռադիոլսողները դեռ առաջին րոպեներից սովորաբար մեկնաբանություններ են գնում, բաց եմ թողնում նաև մեր Facebook-յան էջը, որպեսզի եթերում դրանք նույնպես կարդամ եւ քանի որ վստահաբար արդեն ժամն է տանից դուրս գալու, ծանոթանանք թե ինչ է տեղի ունենում այսօր եղանակի հետ կապված, ավտոճանապարհների։ Այո, եկեք կիսվենք օրվա անհրաժեշտ տեղեկատվության պատճառով հանրապետության տարածքում այսօր վաղը մյուս օրը առանց տեղումների եղանակ է սպասվում, այդ տեղումներ կանխատեսվում են դեկտեմբերի 7-ին, իսկ դրան դեռ կանդրադառնանք, երբ առավել մոտենամ։ Դեկտեմբերի 7-ը առաջիկա 2
օրը տեղումներ չեն կանխատեսվում, օդի ջերմաստիճանը նվազելու է 2-ից 5 նիշով, մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվում։ Այսօր ցերեկ առավելագույնը կլինի 9 աստիճան, երեկոյան +3, իսկ ահագիշերը մինուս է, -2-ից -4 է կանխատեսվում մեր մայրաքաղաքում, եւ նաեւ ստուգենք այս պահին հեռախոսային հավելվածը ինչ է մեզ հուշում։ Մեր մայրաքաղաքում այս պահին massամբ արևոտ եղանակ է եւ 1 աստիճան է։ Ցավալի թիվեր դա ինձ համար, որովհետև այո, իսկապես արդեն ձմեռը լիովին կարծես թե իր դերը ստանձնել է, առավոտները բավական ցուրտ են լինում, կիսամութ, բայց ամեն դեպքում հուսով ենք, որ մեզ կհաջողվի թեթևացնել առավոտը այն մարդկանց համար, որոնք ֆինանսական գործարքներ են այսօր պլանավորում, ծանոթացնեմ օրվա փոխարժեքին, ամերիկյան դոլարը 381 դրամի եւ 2 լումայի է համարժեք, եվրոն այսօր 444 դրամ 44 լումա է, 4.9 ռուսական ռուբլին, 141 դրամ 22 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 506.29, դե իսկ դիրհամը 103 դրամ եւ 79 լումա է այսօր։ Տեսնենք ինչ է կատարվում մայրաքաղաքի փողոցներում եւ այսպես մեր մայրաքաղաքում խցանումային նիշը 5 է այս ժամի համար փոքրի շատ է, լավ ցուցանիշ է, դե Իսակովի պողոտան կենտրող եկող հատվածը ծանրաբեռնված է, Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի հաղթանակի կամուրջ շատ դանդաղ է այստեղ երթևեկությունը ընթանում, Սայաթնովա փողոցում կա խցանում դեպի ռադիոտուն եկող հատվածը օպերայի կողմից, Բաղրամյան փողոցը ազգային ժողովից դեպի օպերա իջնող հատվածը բավական ծանրաբեռնված է, Գանք բարեկամություն, Կիևյան փողոցը դեպի բարեկամություն ուղղությամբ ծանրաբեռնված է եւ Տերյան փողոցը դեպի Մատենադարան շարժվող ուղղությունը, Սարալանջը ինչպես միշտ այս ժամերին ծանրաբեռնված է եւ նաեւ Սախարովի հրապարակին հարակից փողոցները, այսինքն հրապարակ մտնող եւ դուրս եկող փողոցները բավական ծանրաբեռնված են, մեր խորհուրդը ավանդաբար միշտ մնում է նույնը, միացեք մեզ 107.7 հաճախականությամբ կամ եթե ուղևորեք եւ ոչ թե վարորդ կարող եք մեզ նաեւ դիտել Facebook-ում, մեր կայքում armradio.am եւ գրել մեզ մեկնաբանություններ։ Իսկ ահա եթե պետք է այսօր Երևանից դուրս գաք, եկեք տեսնենք թե ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին։ Իսկ Հայաստանի ավտոճանապարհներին իրավիճակը չի փոխվել, Կորեայի ձորը ժամանակավորապես շարունակում է փակ մնալ երթևեկության համար։ Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր ավտոճանապարհները, այդ թվում Ստեփանցմինդա, Լարսը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար եւ ամենակարևորը, որ փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այո, ինչպես Վեգան նշեց, ձմեռը աստիճանաբար մտնում է իր լիազորությունների մեջ, թեև վերջին տարիներին մենք սովորենք, չէ, անդյուն ձմեռներ ունենալ, երբ ավելի փոքր էինք, մանկության տարիներին, երբ ասում ենք ձմեռը լիակատար իր իրավասությունների մեջ է, նկատի ունենք առատ ձյուն, հիմա դա չկա, լավ է, վատ է, ամեն մեկը իր նախընտրություններ ունի, բայց լավ է, որ յուրաքանչյուր օր դա լինի արևոտ, անձրևոտ, թե ձյունոտ, դուք սկսում եք մեզ հետ, այնպես որ շարունակենք եւս մեկ երգ լսենք, որից հետո արդեն կանդրադառնանք մեր օրվա թեմային, ես կասեի թեմաներին, որոնք բավականին հետաքրքիր են։ Anticipating
Tell him I'm Tell him I'm kind. Tell him I got brown eyes and a grown feel it. If he doesn't find me now, I'm gonna die. No, so can he? Hurry up, please. I want it. I'm like a ring, I would like a diamond ring on my wedding finger. I'm like a big and shiny diamond that I can wave around and talk about it. And one of the days, forgive me, God, that I can never doubt it. Until death, I do. Is he a bite? This man is testing me. Help me, Lord. I need you to tell me, baby, where the hell is my husband? What is taking him so long to find me? Oh, baby, where the hell is my lover? Getting down with another. Tell him that my grandma said it. Your husband is coming. I would like a ring, I would like a diamond ring on my wedding finger. I would like a big and shiny diamond. Where is my husband? Սուրճ ու սեր առավոտից։ Ռեյը շարունակում է փնտրել իր ամուսնուն վերջին սեզոնի ամենապահանջված երգը իդեպ 3 Apple Music-ը եւ Spotify-ը արդեն տարվա Wrapped այսինքն ամփոփումներն էին տարածում այն մասին թե ով որ երգը կամ երաժշտական որ ժանրն է ամենաշատը լսել Spotify-ը ցավոք փաստորեն այս տարի Հայաստանի համար հասանելի չէր հայ օգտատերերը չկարողացան հասկանալ թե ամենաշատը որ երգերն են լսել բայց Apple Music-ի երկրպագուները կարողացան տեսնել իդեպ մեծ հետաքրքիր է նաև թե դուք ինչ եք լսել այս տարի, այնպես որ կարող եք մեզ զանգահարել կամ մեկնաբանություններում գրել թե ըստ ձեզ որն է այս տարվա երգը։ Իմ ընկերներից շատերի մոտ ստորիում Բրյունետներ իր նոր ալբոմով իդեպ եթերը նրա երգերից մեկով էլ սկսեցինք որպես ամենահաճախ լսվող եւ ամենաշատ հնչած երգեր։ Միշտ այս տարվա ամփոփումները հետաքրքիր են։ Շատ տարիներ առաջ երբ Instagram-ը դեռ չէր խժռել Facebook-ին, հիշում ես Facebook-յան տարվա ամփոփումներ կար, քանի ընկեր ունեցան, քանի նկար եւ դա շատ հետաքրքիր զգացողություններ էր պարգևում եւ դեռ կանդրադառնանք ամփոփումներին եւ ամանորի թեմային, բայց եկեք ամեն ինչ սկսենք գալով օրացույցից, ինչպես նշեցինք այսօր դեկտեմբերի 4-ն է, տարվա 338-րդ օրն է եւ տարվա ավարտին 1 ամսից էլ քիչ է մնացել, ընդամենը 27 օր։ Օրը բազմազան չէ, շատ կարևոր իրադարձություններով Հոբելյաններից այսօր մեր նախկին Փեսան է, չէ, ծնվել, no, չէ, ներողություն, խառնեցի Kanye West-ի հետ, Jay-Z-ն է ծնվել, Beyoncé-ի ամուսինը հավերժ Փեսան, այո, Շոն Քորի Քարթեր, եթե պատահաբար չգիտեիք, դա Jay-Z-ի իրական անունն է, նա ոչ միայն հայտնի рэպեր է, այլև երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, իրականում նրա գործունեությունը որպես պրոդյուսեր էլ ավելի բազմազան եւ հնչեղ է, նա հայտնաբերել է եւ հայտնի է դարձրել այնպիսի աստղերի, ինչպիսին օրինակ Rihanna-ն է, այնպես որ այո, եթե որպես рэպեր նրան այնքան էլ լավ չեք ճանաչում, պատահական չէ, որովհետեւ նա էլ ավելի հայտնի է որպես պրոդյուսեր։ Եվ վերջի Beyoncé-ի ամուսինն է, Blue Ivy հայրն է, կոչումներ, որոնք կարծում եմ նրա համար էլ ավելի կարևոր են եւ BTS Boys Band-ի սիրահարների համար այսօր նրանց խմբի անդամ Կիմի ծնունդն է, Կիմ Սոկ-ջին։ 1992 թվականին այսօրն է ծնվել այս հայտնի կորեական խմբի անդամներից մեկը։ Եվ դեկտեմբերի 4-ը առանձնանում է եւս մի հետաքրքիր, այսպես կարելի ասել, միջոցառմամբ մի կարևոր օր այն մարդկանց համար, ովքեր շարունակում են հավատալ Ձմեռ Պապին եւ նրանից նվերներ խնդրել, ցանկություններ գրել, այսօր բարձվում է աշխարհում իհարկե ոչ պաշտոնապես Ձմեռ Պապիկին նամակ գրելու օրն է։ Այո, այնպես որ եթե դուք դեռ շարունակում եք հավատալ հրաշքներին, այսօր լավագույն օրն է իրականացնելու համար եւ գուցե կարելի է թեկուզ ինքներդ ձեզ նամակ գրել եւ հուշել թե ինչ եք ուզում եկող տարվա համար, օրինակ ես շատ ունեմ ընկերներ, որոնք ամեն տարվա սկզբին կամ նախորդի ավարտին պլանավորում են առաջիկա տարին եւ գրում են նաեւ երազանքները, թե ինչերի կուզեին հասնել կամ ինչ կուզեին, որ իրենց հետ պատահեր եկող տարում, այնպես որ կիսվեք մեզ հետ առաջիկա երազանքներով, մաղթանքներով, ինչպես նաեւ ինչպես արդեն նշեցի, նախորդ տարվա ամենաշատը լսած երգերով կամ ինչ եք կարծում, ով է եղել նախորդ տարվա ամենալավ արտիստը։ Սա կարող եք այս հարցի պատասխանը կարող եք գրել ինչպես մեկնաբանություններում մեր Facebook-յան էջի, այնպես էլ զանգահարել եւ
մեզ պատմել։ Այո։ Իսկ օրվա ընտրությունը պատահական չէ, որովհետև դե ինչպես նշեցին 27 օր է մնացել ամանորին եւ սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին է մեկնարկում այս լայնածավալ արշավը, երբ տարբեր երկրներում փոստերը սկսում են Ձմեռ պապին հասցեագրված նամակներն առաքելու ծառայություններ մատուցել, ինչպես նաեւ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ երեխաները, ծնողները կարող են նամակներ ուղարկել Ձմեռ պապին, մայրաքաղաքում էլ երբ տոնական օրերը ավելի մոտենում են, քաղաքի տարբեր անկյուններում լինում են տեղադրված հատկապես մասնավոր սեկտորը, խաղալիքների խանութները, արքրիկներ են տեղադրում, որտեղ ոչ միայն փոքրերը, այլև մեծերը կարող են գրել իրենց նամակները Ձմեռ պապիկին, սա հաճելի մի ավանդույթ է նաև մեծերի համար, ինչպես Վեգան նշեց, շատերը չէ ամփոփում են, շատերը կան, որ իսկապես գրի են առնում իրենց ձեռքբերումները, իրենց ցանկությունները եւ ինչու ոչ դրանք նաև ուղարկում են Ձմեռ պապիկին։ Իրականում եթե նույնիսկ ինչ որ բաներ չիրականանան, կարծում եմ միշտ հետաքրքիր է տարվա վերջին կարդալ թե այդ տարվա սկզբին ինչեր ես ինքդ քեզ մաղթել, ինչ ես գրի առել, ինչն է իրականացրել, կամ ինչն է քո ցանկություններում փոխվել նույնիսկ, այնպես որ կարծում եմ սա լավ ավանդույթ է։ Եվ անկախ նրանից թե ինչեր կմաղթեք կամ ինչ կուզեք Ձմեռ պապուց, հուսով ենք, որ բոլոր երազանքներն ու ցանկությունները այս տարի անպայման կիրականանան։ Վեգա, հիշում ես ինչ որ մի նամակ, ցանկություն, որ գրել ես Ձմեռ պապիկին եւ կատարվել է կամ շատ վառ ես հիշում մանկությունից։ Այո, հիշում եմ, որ մի անգամ շոկոլադե նապաստակ էի ուզել, չգիտեմ ինչու է հենց այդպես ուզել, բայց հիշում եմ, որ ծնողներս գնել էին եւ այնքան լավ էին կարողացել իմ մանկական երևակայության հետ խաղալ, այսպես ասած, այնքան էին պնդել, որ դա կախարդական նապաստակ է, որ ինձ մոտ երկար ժամանակ հիշողություն կար, իբրև թե այդ նապաստակը, այդ շոկոլադե նապաստակը իր տեղից նույնիսկ ցատկել է եւ ինչ որ շրջել է տարբեր տեղերում, այդքան հավատում էի հրաշքին, որ նույնիսկ ինքս ինձ ներշնչել էի։ Իրականում ցանկացած տարիքում պետք է հավատալ հրաշքների, մանավանդ որ կյանքը կարելի ասել ամեն օր ապացուցում է, որ տեղի են ունենում այնպիսի բաներ, որոնք եթե օրինաչափորեն նայենք, պիտի որ տեղի չունենային։ Այնպես որ այսօր ձեր փոքրիկների հետ կամ ինչու ոչ ինքներդ կարող եք նստել, գրել նամակ, նախընտրելի է դա անել ձեռագիր, որովհետև Ձմեռ պապը հին մարդ է եւ նա կարծում եմ առավել կնախընտրի կարդալ ձեռագիր նամակ։ Համաձայն եմ։ Եվ կարծում եմ կարելի է բացում անել, չգիտեմ, վերջին օրերին դուք եթերում ամանորի երգեր հնչեցրել եք թե ոչ։ Քանի որ այսօր Ձմեռ պապորն է, այսօր էլ սկսենք։ Եկեք այսօր էլ սկսենք։ Hey Ձմեռ պապ։ Pop, grell kes mi mes namak usumem estari urache im normalini ser u barutun mi kiç pokatarutun mi kiç hangistutun şat pançe muzun nor starin gerazank Starin ans vasseli aumentari Hey apagayes usumem kes tu shat Kam risko andep chelines U estari mi kiç la pres Ser u barutun mi kiç Pokatarutun mi kiç Hangistutun Şat pançe muzun Nor starin Gerazank nerem her tov katari Nor starin Khalavutsyon Starin ans vasseli aumentari
Սուրճ ու սեր առավոտից։ Եթե պատահաբար կեսից եք միացել եւ մտածեցիք ինչու է հանրային ռադիոն արդեն ամանորի երկնչեցրել, հնչեցնում, ասեմ որ դեկտեմբերի 4-ն է այսօր եւ աշխարհում ոչ պաշտոնապես սա համարվում է ձմեռ պապին նամակ գրելու օր, այնպես որ աստիճանաբար մենք էլ անցնում ենք այդ գործին եւ ընդհանրապես այս շրջանում ամփոփումների շրջան է, շուտով պետական գերատեսչությունները կսկսեն ամփոփումները, պաշտոնյաները եւ եթերաժամի սկզբում էլ խոսեցինք, որ նաեւ երաժշտական հարթակներն են ամփոփումներ անում եւ առանձնացնում են օրինակ տարվա ամենալսված երգը, ամենաքննադատված երգը, նոր արտիստի, նոր դուետ եւ տեսնենք թե ինչ կա այս ամփոփումների տակ։ Ահա, Spotify-ը առանձնացրել է երկու կարևորագույն top 10-երը։ Առաջինը դա աշխարհում ամենահայտնի արտիստներն են, top արտիստներ, որոնց ամենաշատն են լսել ամբողջ աշխարհում։ 10-րդ եւ 9-րդ հորիզոնականների արտիստների անունները, եթե անկեղծ կդժվարանամ ասել, լատինական խմբերի մասին է խոսքը եւ կատարողի Fuerza Regida, եթե չեմ սխալվում, եւ Arijit Singh, ներողություն եմ խնդրում նրանց երկրպագուներից, եթե չկարողացա անունը ճիշտ մեջ բերել, դեմ չենք լինի, եթե զանգահարեք եւ հուշեք, թե ինչպես են ճիշտ արտասանվում նրանց անունները։ 8-րդ հորիզոնականում իմ շատ սիրելի Ariana Grande-ն է, 7-րդում Bruno Mars-ն է, 6-րդ հորիզոնականից արդեն hip-hop rap ժանրի կատարողներն են ներխուժում տասնյակ, Kendrick Lamar-ն է 6-րդ հորիզոնականում, 5-րդում Billie Eilish-ն է, որի կատարումներից ի դեպ երկուսն են այս տարվա լավագույններից համար 4-րդ հորիզոնականում կանադացի рэպեր Drake-ն է, 3-րդում The Weeknd-ը, 2-րդ հորիզոնականում Taylor Swift-ն է, իսկ առաջին հորիզոնականում այս տարի նույնպես լատինաամերիկյան ծագման կատարող է Bad Bunny-ն, փաստորեն նախորդ տարի եղել է ամենապահանջված արտիստն ամբողջ աշխարհում։ Նա նաև 2026-ին լինելու է Super Bowl-ի արտիստը, Bad Bunny-ն է ընտրվել, կարծես նրա աստղային ժամն է։ Մի բան ասեմ, հաճախ երբ նման ամփոփումներ են լինում, կամ օրինակ Grammy-ի տարվա հայտնություն եւ այլն, ու երբ անծանոթ մարդ է ինձ համար, մի քիչ կասկածում եմ, օրինակ տես 10-րդ եւ 9-րդ հորիզոնականներում կարծես մեզ համար անծանոթ անուններ են, մի տեսակ ինձ աշխարհից հետ ընկած եմ համարում, երբ ամփոփում է լինում եւ օրինակ այս արտիստները այս տարվա ամենահայտնիներն են, բայց տես նրանց մասին անգամ չենք էլ լսել, նրանց անունները չեմ ասում, այլ նրանց երգերը, տեսալովակները չենք դիտել։ Կուղենք մեր սխալը։ Կուղենք, այո, անպայման, բայց մնացած անունները բավականին հնչեղ էին, հայտնի էին, Billie Eilish, Bruno Mars, իդեպ Billie Eilish-ի Wildflower-ը կարծես թե հավակնում է Grammy-ի, անցած տարի հիշում եք նա առանց Grammy-ի գնաց տուն եւ դա շատ տխուր էր համայն երկրպագուների համար։ Այո, բայց հաշվի առնելով թե դեռ կարելի ասել մանկուց որքան Grammy-ներ են նվաճել, կարծում եմ ներելի է։ Իդեպ Wildflower-ը նաև նախորդ տարվա 2025-ի 10-րդ ամենաշատ լսված երգն է։ Դե այդ ցուցանիշի վրա ես եմ ազդել։ Դու ես ազդել շատ, իդեպ ես էլ եմ շատ սիրում այդ երգը։ 10-րդ հորիզոնականում է այն, 9-րդ հորիզոնականում That's So True երգն է Gracie Adams-ի կողմից, նա նույնպես վերջին տարիներին բավական պահանջված դարձած արտիստ է։ 8-րդ հորիզոնականում SZA-ի եւ Kendrick Lamar-ի դուետն է, Golden-ն է 7-րդ հորիզոնականում, էլի համագործակցություն, Back to Friends էլի երիտասարդ արտիստի կողմից կատարումը 6-րդ հորիզոնականում է եւ Top 5-ը ամենահայտնի եւ ամենաշատ լսված երգերի նախորդ տարի 5-րդ հորիզոնականում հենց Bad Bunny-ն է, DTMF այն երգով ամբողջ ամառ հիշում էինք, ինչպես նրա ալբոմի այդ բավական վառ եւ ամառային կատարումը։ 4-րդ հորիզոնականում մի արտիստ է Alex Warren-ը, Ordinary երգով, որը իդեպ այս տարի նոմինացված է նաեւ Grammy-ի որպես տարվա նոր արտիստ, տարվա հայտնություն ճակերտներում ասած անվանակարգում եւ իսկապես զարմանալի է, որ նրա չասեմ դեբյուտային, բայց առաջին հաջողված երգը նաև տարվա 4-րդ ամենալսված երգն է։ Հուսանք սա Grammy արդյունքների վրա նույնպես կազդի։ 3-րդ հորիզոնականում այս տարվա երևի մեգա հիթն է APT-ն, Rosé-ի, Blackpink-ի եւ Bruno Mars-ի։ 2-րդ հորիզոնականը էլի զավթել է Billie Eilish-ը Birds of a Feather իմ ամենասիրելի երգը ալբոմից։ Եվ առաջին հորիզոնականում կրկին Bruno Mars-ն է, կրկին դուետով, այս անգամ Lady Gaga-ի հետ Die with a Smile երգով,
որը Սևակը հուշեց, որ իրականում նախորդ տարվա, ոչ թե 25-ի, այլ կարծես թե 24-ի Այո, եւ նրանք ստեղծագործությունը։ Grammy ստացան որպես տարվա դուետ, տեսեք Բրունո Մարսն ապացուցում է, որ երբեք տարիքը եւ այսպես ասած փորձառությունը չեն անցնում պարզապես երկիչ, որը դեռ երեխա ենք, չէ՞, հայտնի Lazy Song-ը կապիկներով տեսահոլովակով եւ նա շարունակում է մնալ վարկանիշային աղյուսակների առաջատար հորիզոնականներում։ Այս երկերից մի քանիսը իհարկե կլսենք։ Հիմա մեր եթերում գովազդային դաթար, որից հետո արդեն ժամն է միանալու ռադիոլուրի մեր գործընկերներին։ Սուրճ լույսեր առավոտից։ Ինանցիայի 57 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, հիշեցնենք, որ մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև տեսնել armradio.am կայքում, լայվը գործարկված է, նույնն արված է նաև մեր Facebook-յան հարթակում, Հայաստանի հանրային ռադիո, միացեք մեր Facebook-յան էջին, ծանոթացեք նորություններին եւ նաև այստեղ էլ կգտնեք այն բոլոր հաղորդումները, որոնք եւ վիզուալ տեսքով են հեռարձակվում եւ աուդիո տարբերակով, այնպես որ մեր էջին բաժանորդագրվելը միայն օգտակար է։ Այո, օգտակար է նաև վաղ առավոտից ծանոթ լինելը, թե ինչ է կատարվում աշխարհում, ճշգրիտ տեղեկատվություն ստանալը, այնպես որ ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը Բարի լույս Հասմիկ։ Բարի լույս։ Հասմիկ, այսօր էլի հետ հաշվարկին էինք հետևում եւ 27 օր է մնացել տարվա ավարտին եւ նաեւ այսօր ձմեռ պապիկին բարձվեց նամակ գրելու օրն է եւ ընդհանրապես մենք խոսում ենք այո ամփոփումներից, դուք ձեզ համար ամփոփումներ անում եք իհարկե ռադիոլուրի շրջանակում, այո, մենք ամփոփում ենք տարին, գերատեսչություններն են ամփոփում, ներկայացնում ենք նաեւ ունենք որպես կանոն տարվա վերջում ներկայացնում ենք ռեպորտաժ, ինչպես է աշխատել ռադիոլուրը 2025 թվականին այս դեպքում։ Հարցս ավելի շատ անձնական էր ձեզ համար ինքներդ որպես մարդ։ Իհարկե, ամփոփում ենք, գնահատում ենք ինչ ենք ձեռք բերել, ինչ բաց թողումներ ունենք, որպիսի ավելի կշռադատված անցնենք նոր ծրագրերի եւ անցնենք 2026-ին։ Այո, շատ կարևոր է դա, որովհետև այդ ամփոփումները ոչ միայն պետք են պետական գերատեսչությունների համար, պետական կառույցների, այլև մեզ ինքներս որպես անձ, այո, ինչ արեցինք, ինչ չարեցինք, ինչը կարող ենք ավելի լավ անել, բայց այդ ամփոփումները անելիս պետք չէ նաև շատ խիստ դատել, չէ, որ չճնշենք որ մեզ։ կյանքը միայն մեզնից չի կախված, այդպիսի մի կես-կատակ, կես-լուրջ ասույթ կա, չէ, որ կյանքն այն է, ինչ մեզ հետ տեղի ունենում, քանի դեռ մենք պլաններ ենք կազմում, այնպես որ շատ խիստ էլ մի դատեք։ Խիստ չէ, բայց քննադատությունը օգնում է առաջ գնալ։ Իհարկե, ինքնակննադատությունը, առողջ ինքնակննադատությունը շատ կարևոր է։ Միայն օգտակար է։ Դե ինչ տեսնենք ինչ է կատարվել աշխարհում եւ Հայաստանում ժամը 10-ի դրությամբ միանանք ռադիոլուրին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Նոր ռազմավարական օրակարգ Եվրամիության հետ Հայաստանը խորացնում է համագործության անվտանգության ոլորտում։ Ինչպես է անցել Լիբանանում Արամ առաջինի հանդիպումը Հռոմի Պապի հետ։ Ուիտքոֆը եւ Քուշները կհանդիպեն Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի հետ։ Թեմաները ընդգրկում վայրկյաններ անց։
Նախ տեղեկացնենք, ավարտվել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել, նախարարը արդեն մեկնել է Վիեննա։ Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումը, որին նաև կմասնակցի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Բրյուսելի օդանավակայանում նախարարը շփումներ է ունեցել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավիե Բետելի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։ Եվ քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ նախարարական խորհրդի շրջանակում հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակն ու խաղաղությունը եւ կայունությունը ապահովելու համար ձեռնարկվող միջոցառումները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ամուր հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։ Խոսենք արտգործնախարարի Բրյուսելյան այցի մասին։ Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համագործակցության նոր Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ են ստորագրել։ Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայունության բարձրացման համար։ Միրզոյանը փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է, որ Եվրամիություն Հայաստան նոր ռազմավարությունը ավելի է բարձրացնում գործակցության մակարդակը եւ դա կողմերի հավակնությունների վերջը չէ։ Արտգործնախարարը ասել է, որ Բրյուսելում խոսել է Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին։ Չի շրջանցվել նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Այսպիսով Եվրամիությունը վերահաստատել է իր հաստատուն աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին եւ ընդունվել է համատեղ հայտարարություն։ Այսօր արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Միրզոյանը ելույթ է ունեցել նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի բացմանը, կարևորելով խաղաղության հաստատումը։ Ասել է նախարարը, որ Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի ստորագրումը եւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը այս ճանապարհին պատմական հանգրվան են։ Միրզոյանը շեշտել է մեջբերում. ցանկանում եմ կոչ անել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջնորդվել այս նոր իրականությամբ։ Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Եվրամիությունը եւ Թուրքիան ավելի ինտենսիվ կաշխատեն աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Նա ասել է, որ Թուրքիան առանցքային գործընկեր է Հարավային Կովկասում, միջերկրածովային տարածաշրջանում եւ Սևծովի տարածաշրջանում կայունության համար։ Արտգործնախարար Հական Ֆիդանի հետ կշարունակենք մեր դրական օրակարգը Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների համար, կակտիվացնենք աշխատանքը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին, ընդգծել է Մարտակոսը Ֆիդանի հետ հանդիպումից հետո։ Իսկ ավելի վաղ Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին արդյոք հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի, հաշվի առնելով Բաքվի հռետորաբանությունը, Կոսը նշել էր, որ հավատում է, երկու երկրների միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է։ Հռոմի Պապը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է Մեծիտան Անկիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, ինչպես տեղեկացնում է Մեծիտան Անկիլիկիո կաթողիկոսություն, Արամ Առաջինը մասնակցել է նաև Հռոմի Պապի մատուցմամբ Սուրբ եւ անմահ պատարագին։ Վատիկան Նյուզի տեղեկացմամբ պատարագին մոտ 100,000 մարդ է մասնակցել։ Նշենք, որ Լիբանան կատարած այցի ընթացքում Հռոմի Պապը հանդիպել է Լիբանանի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ, կոչ է արել նրանց միավորվել, կանգնելու երկիրը հակամարտությունից, քաղաքական ցնցումներից եւ տնտեսական ճգնաժամից։ Մինչեւ այդ Հռոմի Պապը Թուրքիայում էր, նա Սահակ Պատիարքի հետ էր պատարագ մատուցել Պոլսի հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում։ Եվ երկու լուր միջազգային անցուդարձից Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ նախագահի Փեսան Ջարեդ Քուշները այսօր Մայամիում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղումանելով իր աղբյուրներին, հանդիպումը հաջորդելու է դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպմանը, որի ժամանակ ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը Ուիթքոֆը եւ Քուշները քննարկել էին Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ տեղի ունեցած հանդիպման մասին իր տեսակետն է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ընդգծել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների ուղին դեռ հստակ չէ, չնայած Ռուսաստանի նախագահի եւ ամերիկյան պատվիրակության միջև տեղի ունեցած բավական լավ քննարկումներին։ Այժմին այսքանը, տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց 10-ը շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, հիշեցնենք այսօր դեկտեմբերի 4-ն է, օրը 5-շաբթի, տարվա ավարտին ընդամենը 27 օր է մնացել եւ մինչեւ մեր հյուրերին մեր տաղավարում տեսնելը եւ նրանց հետ զրուցելը մենք շարունակում ենք խոսել տարվա ամփոփումներից եւ ահա լսում էինք Billie Eilish-ի երգը, որը փաստորեն ըստ վիճակագրության, թեև նախորդ տարվա երգ է, բայց այս տարվա ամենաշատ հնչած երգերից։ Այո, ամենաշատ հնչած երգերից է, դուք նույնպես մեզ պատմեք, թե այս տարի ամենաշատը որ երգն եք լսել կամ ձեր կարծիքով անցնող
2025 տարվա ընթացքում լավագույն ստեղծագործությունը որ թողարկվել է, որն է եղել, գուցե ինչ-որ մեկ ուզում է սիրելի նախորդ տարվա ընթացքում դիտած ֆիլմով կիսվել նաև, քանի դեռ խոսում ենք ամփոփումներից։ Այս ընթացքում ջերմաստիճանը կարծես թե դրական փոփոխություն գրանցեց, արդեն 2 աստիճան է, բայց ինչպես հեռախոսս է հուշում, զգացվում է ինչպես 6-ը, եւ ինչպես Էվակը արդեն նշեց, օրվա ընթացքում մինչև 8 աստիճան դեռ կբարձրանա։ Այո, եւ տեղումներ չեն կանխատեսվում, թե հանրապետության ընդհանուր տարածքում եւ թե մասնավորապես մայրաքաղաք Երևանում գանք մեր մայրաքաղաքի փողոցներ, երբ եթերեն օր ենք սկսում 9:30-ի հատվածում խցանումային նիշը մեր մայրաքաղաքում 5 էր, թարմացնենք քարտեզը, տեսնենք կա արդյոք փոփոխություն թե ոչ եւ տեսնենք ինչ է կատարվում, կարծես թե նույն պատկերն է, այո, կրկին 5 է, ըստ քարտեզի մայրաքաղաքում խցանումները շարունակվում են, հատկապես այն փողոցներում, որոնք գալիս են դեպի կենտրոն, փոքր կենտրոն, այն հատվածները, որոնք սովորաբար ծանրաբեռնված են լինում եւ ել ավելի կծանրաբեռնվեն դեկտեմբեր ամսին, որովհետեւ ամանորի նախապատրաստական աշխատանքները միշտ ել ավելի են նպաստում խցանումների առատությանը։ Եվ մի իրազեկում ծանուցում կա նաեւ քաղաքապետարանից, ունենք երթևեկության փոփոխություն, վստահաբար մեր գործընկերները Լուսինեն եւ Տիգրանը արդեն նշել են, բայց քանի որ փոփոխությունը վաղվանից ամսի 5-ից է տեղի ունենալու, եւս մեկ անգամ ձեզ դրանց մասին հայտնենք։ Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1 մուտքն արգելվում է, 3.18.1 աջ շրջադարձն արգելվում է ճանապարհային նշանները եւ 8.5.4 գործողության ժամանակ ցուցանակը 11-ից առավոտյան 11-ից մինչև կեսգիսեր ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով, այսինքն անհրաժեշտ է, որ դուք առանց ցուցանակների հիշեք այս նշանները, հիշեք, որ Իսահակյան Թամանյան փողոցների խաչմերուկում մուտքն արգելվում է, աջ շրջադարձն արգելվում է եւ գործողության ժամանակ 11-ից 24 ցուցանակը ժամանակավորապես կփակվեն։ Դուք փորձեք ֆիքսել այնտեղի երթևեկության կանոնները, որովհետեւ դա ժամանակավոր, այսպես ասած, խոչընդոտ է եւ երթևեկության կանոնները իրականում նույնն են մնում, բարձրապես պետք է հիշել դրանք։ Ահա, մենք մշտապես հետևում ենք նաև ծանուցումներին, այնպես որ փոփոխությունների մասին ձեզ միշտ հայտնում ենք եւ մշտապես հետևում ենք նաև հետաքրքիր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր երկրում, դրանք կլինեն մշակութային, սոցիալական, կրթական եւ այսօր էլ մեր ուշադրության կենտրոնում շատ հետաքրքիր մի նախաձեռնություն է, որի վերաբերյալ մեր պատկերացումներն էլ կարծես բավական մշուշոտ են եւ ահա շտապում ենք մեր տաղավարում հյուրընկալել այս միջոցառման կազմակերպիչներին եւ տեսնել, թե ինչ է սպասվում մայրաքաղաքում, կարծես թե վաղը չէ մյուս օրը դեկտեմբերի 6-ին։ Իսկ հիմա Իվետա Մուկուչյան այ Այն կոնթողած եկա մոտը դու սիրուց սիրտը իմ դողած եկա որ դու ինձ կրկես ամոր որ քո գրկում դառնամ մի բուր շնչակը դու այ քո փույրը հիշեցնում է ինձ անձերի բույրը
Սուրճ ու սեր առավոտից։ Մեր տաղավարում հաճելի իրարանցում է, որովհետև մեր հյուրերը դատարկաձեռն չեն եկել, մինչև նրանց ձեզ կներկայացնենք, ասենք որ բավական հետաքրքիր ռեկվիզիտներ կան մեր տաղավարում, այնպես որ որպեսզի հասկանաք ինչ է կատարվում, առավելապես ձեզ խորհուրդ ենք տալիս մեզ դիտել, իսկ դրա համար պետք է այցելել armradio.am կայք, սեղմել դիտել եթերը կոճակը եւ միանալ մեր live stream-ին Կամ մեր Facebook-յան էջում նույնպես կարող եք մեզ դիտել, մեկնաբանություններ թողնել, ինչպես Էվակա նշեց, այսօր բավական յուրահատուկ եթեր ենք ունենալու, որովհետև մեր հյուրերը կարծես թե նաև փոքրիկ performance ասենք, այսպես ասած կունենան եւ սիրով արդեն ներկայացնենք նրանց, պատմեմ թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում Երևանում, որովհետև ինչպես Էվակա արդեն նշեց, մշակութային հետաքրքիր իրադարձություններ են մեզ սպասվում։ Եվ այսպես, դեկտեմբերի 6-ին Երևանում բացվելու է Հայաստանի առաջին նոն-կոնֆորմիստական արվեստի պատկերասրահը։ Այն իր գործունեությունը կմեկնարկի Կամիլ Չալաևի Հայաստան 1096 ցուցահանդեսով, որով կնշվի արվեստագետի Հայաստանում ստեղծագործական աշխատանքի 3 տարին։ Ցուցադրվելու է 40 աշխատանք։ Եվ այս մասին մեզ ավելի մանրամասն կպատմեն այսօրվա մեր հյուրերը։ Կոմպոզիտոր, Վայրի դպրոցի համահիմնադիր Կամիլ Չալաևը եւ կոմպոզիտոր, Վայրի դպրոցի վարպետների դպրոցի ուսանող Թումո դասընթացավար Վարդան Հարությունյանը, բարև ձեզ, բարի գալուս մեր տաղավար։ Доброе утро, բարերուս։ Բավական հետաքրքիր անոնս էր, բայց շատ հարցականներ կան, իդեպ ձեզ այսօր շատ հարցեր ենք տալու, որպեսզի մենք էլ հասկանանք ինչ է կատարվելու եւ ինչ է նշանակում այդ նոն-կոնֆորմիստական տերմինը, ինձ հիշեցնում է իմ ուսանողական տարիները քաղաքագիտության բաժնում կար նոն-կոնֆորմիստական ուղղության վերաբերյալ մեր պատկերացումները, բայց արվեստի ոլորտում ինչ է նշանակում նոն-կոնֆորտիզմ։ Нонконформизм – это художественное движение, которое возникло в 20 веке. 20-րդ դարում հայտնված շարժումը И оно связывает самых различных артистов с различных направлений, которые не хотят соответствовать консумеристскому запросу внешне как бы художественных рынков. Որը ներգրավում է տարբեր արվեստագետների, որոնք չեն ուզում հպատակվել կամ պատկանել, ենթարկվել կոնսումերիստական կոնցեպտին։ Ага. Да, именно рынка. И одна из важнейших сторон тоже нонконформизма – это то, что называется ахбрют, это то есть аутсайдерское искусство, и оно со временем тоже превратилось в своего рода рынок, но это искусство людей, которые не могут не творить, потому что они не профессиональные художники, но становятся артистами от внутреннего импульса. Ուղղություններից մեկը դա art brut-ն է, որում էլի իհարկե շուկա ժամանակի ընթացքում կարող է ձևավորվել, բայց արվեստագետներ են, որոնք չեն կարող չստեղծագործել, չնայած կարող է պրոֆեսիոնալներ չեն նաև։ Ահա, ընդհանրապես արվեստի ոլորտում լավ կլիներ, որ արվեստագետները հենց նոն-կոնֆորմիստներ լինեն եւ չենթարկվեն այն շրջանակներին, այն ամենին, ինչը որ միգուցե իրենց ստեղծագործականությունը այո ճնշում է կամ սահմանափակում է եւ բացվում է փաստորեն։ Այո, ցուցահանդեսի մասին խոսենք, ինչպես հասկացա, սա պատկերասրահ է, որը այսուհետ կգործի, բայց այս ցուցահանդեսը մեկնարկն է, ինչ ուղղվածություն է առհասարակ ունենալու պատկերասրահը եւ նաեւ ցուցահանդեսից խոսենք 40 աշխատանք է փաստորեն ցուցադրվելու։ Ինչպես են ընտրվել այդ աշխատանքները, ինչ է սպասվում։ Как выбрали 40 работ и что будет в будущем? Да, действительно, я открываю галерею с самого первого нонконформиста, то есть себя самого, потому что я композитор, но уже в течение последних где-то 8 лет я занимаюсь живописью. И всеми видами живописи, рисунков, графикой, скульптурой и разными вещами. На это меня как раз подвигнуло знакомство и близкие отношения с кругами вот этого аутсайдерского искусства и старых художников, которые всю жизнь провели вот в этом творчестве, в Париже в эмиграции. Կամիլի աշխատանքներով կսկսվի ցուցադրությունը, առաջի ցուցադրությունը կլինի
եւ դրա նաեւ շարժարիտ հանդիսացավ իր ծանոթությունը տեղի նկարիչների հետ եւ արվեստագետների հետ։ Շատ բարի, նաև հետաքրքիր ինչպես եք դուք իրար գտել եւ համագործակցությունը ինչպես է սկսվել, այս հարցին արդեն դուք կարող եք ինքներդ պատասխանել առանց դարկմանել։ Okay, շատ լավ։ Ես վաղուց երևի թե գիտեի բավական երկար ժամանակ արդեն գիտեի Կամիլի ստեղծագործական աշխատանքի մասին, Հայաստանում իր աշխատանքի մասին ու ինչ որ տեղ մենք նաև հանդիպել ենք Ճախրուկ փառատոնի հետ կապված եւ որոշակի աշխատանք ես անում նաև այդ փառատոնի շրջանակներում ու վաղուց ուզում էի ուղղակի սովորել Կամիլի մոտ եւ տեսա որ այդ հնարավորությունը կա եւ դիմեցի ուղղակի։ Շատ բարի, ես խնդրեի այս գործիքը, որը այսպես ենք դրել, կարող եք հակառակ ձևով շուրտալ, որպեսզի կադրում էլ մեր ռադիոլսողները տեսնեն, թե ինչ է կատարվում մեր տաղավարում, ունենք փոքրիկ դաշնամուրի մակետ, կարելի ասել, բայց այն պարզապես դեկոր չէ, ինչ կա հիմա սեղանին, բոլորը ձայներ են հանում եւ նվագում են, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Եվ ինչ կարող եք մեզ ցույց տալ եւ այս ամենը ինչ կապ ունի առաջիկայում բացվող ցուցադրության հետ։ Просто рассказать про инструменты и какая связь с экспозицией. Ну, мы занимаемся также такого же рода нонконформистским творчеством с нонконформистскими детьми, если это перевести в прямую ассоциацию, потому что дети с особенностями, кто является моей специализацией уже в течение многих десятилетий, они как раз никак не хотят не могут, но, видимо, где-то и не хотят подходить под те условия, которые их современный мир, которые от них требует некой нормализации. Поэтому создан специальный инструментариум для этих детей. Он является параллельно и высокохудожественным, там очень точная подборка научная, искусство как наука, искусство звука, звукотерапия, с одной стороны. А с другой стороны, этот инструментарий является как раз способом творчества свободного, именно никаких рамок не создающего творчества, и одновременно терапевтическим объектом, то есть предметом, я не знаю, орудием. Хорошо. Они параллельно могут создавать и пространства музыкальные, звуковые между людьми, просто вот как этот чудесный человек Бартан, который появился на нашем горизонте. И точно так же можно работать и с детьми, и без детей, создавать пространства музыкальные и медитировать. Կամիլը աշխատում է երեխաների հետ, որոնք ունեն ֆիզիկական կամ հոգեբանական տարբերություններ, եւ սա նույնպես նոնկոնֆորմիզմի շրջանում կարելի է դիտարկել կոնտեքստում, եւ այս գործիքներ են, որոնք ստեղծված են երեխաների համար, որոնք կարող են էքսպերիմենտներ անել դրանով, կարող են իրենց երաժշտական արտահայտումը անեն այս գործիքների միջոցով եւ իհարկե երաժշտական գործիքներով աշխատում ենք նաեւ մենք այդ ընդհանուր տարածքը ձայնային soundscape-ը կամ երաժշտական scape-ը ստեղծելու համար։ Շատ բարի, что можете показать сейчас, ինչ կարող եք ցույց տալ, ինչպես են հնչում այս գործիքները։ У нас есть 2-3 минуты. Да. Я как раз хотел именно показать, потому что я не буду специально рассказывать про каждую вещь, но создастся такого своего рода композиция, я думаю, с Варданом. Но чтобы для сведения, первая основная вещь — это камертон, который настроен на ноту до, то есть ют, и он существует в разных октавных приложениях. Он же резонирует, с ним его двоюродный брат, но он на 2 октавы выше. Մեր ռադիոլսողներին հիշեցնենք, որ մեր տաղավարում արտասովոր գործիքներ են եւ այս տարօրինակ ձայները ավելի լավ է տեսնեք, դրա համար այցելեք մեր Facebook-յան էջ կամ armradio.am, որպեսզի հասկանաք, թե ինչ է կատարվում եւ հիմա տեսնենք ինչ կհնչի։
Ահա, звучит интересно, շատ Շատ հետաքրքիր, շատ տարբերվող, յուրահատուկ, այո։ Եվ Կարծում եմ արժե դա տեսնել, ոչ միայն լսել, որովհետև հետաքրքիր է թե տարբեր գործիքներ ինչ ձայներ են հանում։ Իդեպ հետաքրքիր է այս ամենին տիրապետելու համար պետք է երաժշտական կրթություն, որպեսզի օրինակ երեխաները կարողանան նվագել, մարսել այս ոչ այնքան սովորական երաժշտությունը։ Нужно ли для этой необычной музыки какое-то образование, чтобы Да, дети но она могли открыта это- для всех. Нужно, если есть образование, нужно, если нет образования, не нужно. Ահա, Это свободное существование. Вот это и нонконформизм. восприятие. Да, просто это вот самый древний в мире инструмент, бамбуковая флейта, Ага. шакухачи в данном случае, японская бамбуковая флейта. Еще когда даже человеческие уши не существовали на Земле, были только динозавры, или там до них еще ветер уже свистел в этот сломанный тростник и в бамбук, поэтому это является прообразом некой предвечной музыки. Եթե կրթություն կա, այդ լավ է, եթե չկա, էլի օքեյ է, երեխեքը կարող են նվագել եւ շակուհաչի ֆլեյտայի մասին, սա շատ հին հնադարյան գործիք է, որը բամբուկից է ստեղծված եւ նույնիսկ այն ժամանակ երբ մարդիկ չեն եղել, այդ բամբուկի մեջ արդեն քամին եղել է եւ դա sense մետաֆորա կապված երաժշտության գոյության հետ մինչեւ մարդկանց լինել, այսինքն շատ հինավուրց ժամանակներից։ Ահա, Իսկ բարձր։ հետաքրքիր է արդյոք ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն ունենալու են նաև նման պերֆորմանսների ականատես լինելու, արդյոք այս երաժշտական աուդիո հատվածը նույնպես հնարավոր է լինելու։ Մինչև կթարգմանենք Յուրի համար, մենք եթերում գովազդային դադար ունենք, համել ոչ այքան այս սովորական երաժշտությունը եւ ինֆորմացիան մարսելու համար մեզ էլ դադար է պետք։ Սուրճ ուսեր առավոտից։ Շարունակում ենք զրուցել մեր հյուրերի հետ 10:31 սիրով հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք կոմպոզիտոր Վայրի դպրոցի համահիմնադիր Կամիլ Չալաևի եւ նույն դպրոցի վարպետների դպրոցի ուսանող կոմպոզիտոր Թումո դասընթացավար Վարդան Հարությունյանի հետ եւ վերջին հարցն այն էր, թե արդյոք առաջիկա ցուցահանդեսին, որը կբացվի դեկտեմբերի 6-ից արտ կվարտալում, լինելու են նաեւ այս տեսակ պերֆորմանսներ, շատ հետաքրքիր յուրահատուկ աուդիո պերֆորմանս, որին գուցե կարող եք ականատես լինել։ Да, в пятницу, простите, в субботу 6 на открытии, Декабря, да. 6 декабря, вечером, довольно поздно, 9 часов, мы представим нонконформистский перформанс, который будет заключаться в исполнении опуса 4 сонаты, второй сонаты Мендельсона для скрипки и фортепиано, потому что парадоксом является, что классическая музыка сегодня как бы уходит тоже в своего рода underground, наша галерея. Но это один из таких эпифеноменов, потому что одновременно может возникнуть и свободная музыка, но она находится на высоком этаже, там, где работает Вайри дпроц, школа. Вот мы сотрудничаем с Варданом, у меня еще есть несколько тоже взрослых учеников и сотрудников, и соратников, которых я хочу ввести в метод нашей работы. А в субботу конкретно вечером будет дуэт для скрипки и фортепиано с Վարդանում Ռուտինան։ Մենք կնվագենք այդ օրը ամսի 6-ին, դեկտեմբերի 6-ին ժամը 9-ին երեկոյան Մենդելսոնի երկրորդ սոնատը ջութակի եւ դաշնամուրի համար կլինի այդ պերֆորմանսը։
200 лет этой сонате, да? Դա 200 տարի տարվա սոնատա 1823 года. Это уже это своего рода отсыл нас к тому нонконформизму, какой мог существовать. Երևի վայրի դպրոցի մասին նաև խնդրենք մի քանի բառով պատմել, ովքեր կարող են դիմել, արդյոք կան տարիքային սահմանափակումներ, ինչեր կարող են այստեղ սովորել դիմողները, երեխաները, գուցե նաև մեծահասակները։ Անվանումն է շատ հետաքրքիր вайри դպրոց։ Вайри допроц это концепт, который я привез из Франции, да? Ну, потом переводи сразу по фразе. Դա կոնցեպտ է, որը Կամիլը բերեց իր հետ Ֆրանսիայից։ Нам тогда пришлось столкнуться с детьми не приспособленными, социально не приспособленными в спальных районах под Парижем. Այդ ժամանակ աշխատանք էր պետք կատարել երեխաների հետ, որոնք տարբեր խնդիրներ ունեին Փարիզի մոտակայքում։ И название «École Sauvage», оно принадлежит, значит, идее моей супруги Сабин Джаме, которая сейчас как раз в Ереване, и она будет выставляться номером 3 в нашей галерее, потому что она также относится к нонконформистским артистам, потому что она хореограф, всю жизнь провела с танцами, и ее занятия живописью тоже некое требование внутреннего состояния. Անունը Կամիլի տիկնոջ Սաբինի կողմից է եւ Որի դեպ Հայաստանում է նաև որը նույնպես Հայաստանում կլինի Անանի Վարմին Она сейчас прилетела. Արդեն Հայաստանում, այո։ Да. Вот, как раз вчера она прилетела. Дальше, благодаря приглашению фонда «Земля мудрости 301», есть такой фонд для развития художественного и образовательного будущего Армении, для стабильного развития, я смог привезти сюда тонну 200 килограмм, 1200 килограмм инструментов музыкальных из моей коллекции. Ֆոնդի շնորհիվ Կամիլը կարողացավ շատ գործիքներ բերել, մի տոննայից ավել գործիքներ բերել Հայաստան։ Которые существует много старинных клавишных инструментов, плиель середины 19 века, шопеновский там инструмент, принадлежащий Луи де Финессе и разные другие. Ոնց մեջ օրինական պլիել ռոյալը հին հնադարյան գործիքներ, դաշնամուր, Լուի դե Ֆինեսի դաշնամուրը, որը հիմա Կամիլի մոտ է ստուդիա։ И это все используется в звуковой терапии. Мы это все поставили вот в арт-квартале, в помещении школы на Пушкина 2. И там я принимаю детей в среднем от 7 до 8 уроков в день по часу. Детей с особенностями армянских. И детей, подростков и молодых взрослых. Այս բոլոր գործիքները գտնվում են Պուշկին 2 հասցեում, դպրոցում, որտեղ Կամիլը աշխատում է խնդիրներով երեխաների հետ, համ կան տարիքով փոքր երեխաներ, համ ավելի մեծ եւ մոտավորապես 7-ից 8 դաս է լինում օրական։ У меня примерно 25 учеников на сегодняшний день, и потом, может быть, есть еще 5 детей нейротипичных, то, что называется, которыми просто занимаюсь музыкой. Հիմա 25 աշակերտ կա եւ կան նաեւ նեյրոտիպիկ երեխաներ, որոնք ուղղակի երաժշտությամբ են զբաղվում։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք թե իրականացրած աշխատանքի, թե այսօր մեր հյուրը լինելու համար։ Հաջողություն ենք մաղթում թե ցուցահանդեսի բացման ընթառաջ, թե առհասարակ դպրոցում եւ հուսով ենք, որ ել ավելի շատ երեխաների կկարողանաք ընդունել, աջակցել։ Եվս մեկ անգամ սիրով հիշեցնեմ մեր հյուրերի մասին։ Տեսակն է, որը ինչքան էլ պատմենք, դժվարամարս է, ավելի լավ է գնալ, տեսնել եւ պաստորեն այս շաբաթօրը կա դրա հնարավորությունը արտ կվարտալում։ Այո, եւ այդ մասին մեզ պատմեցին հենց վայրի դպրոցի համահիմնադիր կոմպոզիտոր Կամիլ Չալաևը եւ նույն դպրոցի վարպետների դպրոցի ուսանող Թումո դասընթացավար Վարդան Հարությունյանը։ Спасибо большое, շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ։ Մենք շարունակենք այժմ մեր հյուրերի եւ հետաքրքիր երաժշտական գործիքների հետ կլուսանկարվենք ու կվերադառնանք։ Take
The only way to save us is through divine intervention. The only way I will be saved. Divine intervention. I'll fuck you till you love me. I'll fuck you till you love me. Till you love me. Till you love me. Till you love me. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցեք 40 մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, բավական հետաքրքիր երաժշտական եւ արվեստի ուղղվածության մասին էինք խոսում, նոն-կոնֆորմիզմի եւ ինձ համար օրինակ բացահայտում էր այս ուղղությունը։ Ինձ համար նույնպես այս հնչողությունը նույնպես բացահայտում էր, երբեք նման բան չէի լսել, անսովոր էր, յուրահատուկ, այնպես որ եթե ձեզ հետաքրքրեց, դուք նույնպես այցելեք ցուցահանդես եւ արդեն իրական առանց ռադիոընդունիչի հենց իրականում լսեք այս ձայները, հատկապես որ մեր հյուրերը պնդում են, որ սրանք թերապևտիկ նշանակություն ունեն, այո, եւ հատկապես առանձնահատկություններով երեխաների մարդկանց համար են նախատեսված, իդեպ 3 էլ չէ, հաշմանդամություն ունեցող մարդկանց օրներ նշվում աշխարհում, այնպես որ ինչ որ կերպ կարելի է նաեւ այս ամենը միմյանց հետ կապել եւ եթերի սկզբից խոսում ենք երաժշտությունից, ամփոփումներից եւ հետաքրքիր չէ, ինչքան տարատեսակ երաժշտական ուղղություններ կան աշխարհում եւ Ռոզալիային էլ նոր լսում ենք, այս երգչուհին վերջին շրջանում իր այս հիթով, չէ, պայթեցրեց համացանցը իր տեսահոլովակով, իր համագործակցությամբ Լոնդոնի սիմֆոնիկ օրկեստրի հետ միշտ թվում է թե այս գեր զարգացած աշխարհում այլևս հնարավոր չէ մտածել մի բան, որը մարդկանց կզարմացնի, կհետաքրքրի, որովհետև կարելի է ենթադրել, որ արդեն ամեն ինչ արված է։ Եվ այո, իդեպ հենց եթե խոսենք նախորդ տարվա ամենատպավորած երաժշտական նախագծերից եւ ստեղծագործություններից, կարծում եմ սա էլ կարող ենք առանձնացնել, որովհետեւ առաջին անգամ հենց եթերից ընթացքում Սևակը միացրեց, ես տեսահոլովակից էլ ստեղծագործությունից էլ շատ տպավորված էի, միանգամից ավելացրել եմ իմ երգացանք։ Իդեպ մեկնաբանություն ունենք Վիոլետա Պետրոսյանը, բարի լույս եմ աղթում բոլորիս, բարի լույս Հայաստան, լավ օր բոլորիս։ Իդեպ մենք մեր հեռախոսահամարը կարծես շատ չհիշեցրինք այսօր 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, եթերաժամի վերջին րոպեներն են, կարող եք զանգահարել, այսօր մենք այդպես ուղիղ չենք պլանավորել խոսել երաժշտությունից եւ տարվա ամփոփումներից, բայց եթերի ընթացքը կարծես դե դրան ստիպեց, իսկ հա այս ամենի տրամաբանական ավարտը սովորաբար լինում է հենց Գրեմի մրցանակաբաշխությունը, որն այս տարի ինչպես սովորաբար կարծես թե հենց փետրվարին է պլանավորված, այս տարի սխալ ասացի, արդեն հաջորդ տարի եւ դեռ 2-3 շաբաթ առաջ հրապարակվեցին նոմինացիաները, անվանակարգերը եւ սա այն առանձնահատուկ մրցանակաբաշխությունն է, որտեղ նոմինացվելը արդեն առանց չափազանցնելու իրոք հաղթանակ է, չէ՞։ Հաճախ տեսնում ենք արտիստների կենսագրություններում նշվում է, որ օրինակ 5 անգամ նոմինացվել է Գրեմի, անգամ եթե նա չի ստացել, դա արդեն իր կենսագրության մեջ որևէ կարևոր փաստ է դառնում։ Իհարկե, նույնը կինոոլորտում, կարծում եմ կինոոլորտի Օսկարը լիովին համարժեք է երաժշտական ոլորտի Գրեմին, այնպես որ այո, նույնիսկ հատկապես օրինակ տարվա նոր արտիստ անվանակարգում նոմինացվել կամ արտիստները, որոնց երգերը հենց միանգամից հայտնվում են տարվա լավագույն ձայնագրություն անվանակարգում, իսկապես կարծում եմ պատիվ է եւ նրանց երաժշտական կենսագրության մեջ շատ կարևոր քայլ եւ կարծում եմ դեռ էլի կանդրադառնանք անպայման Գրեմին, կսպասենք արդեն առաջիկա տարում տեղի կունենա։ Այո։ Եվ անպայման կհետևենք հաղթողներին։ Եւ պոտենցիալ հաղթող երգերից մեկը հիմա լսենք, ապացին այսօր չլսեցինք, չէ՞, այս երգը կարծես։ Game start. Kissy face, sent to your phone, but I'm trying to kiss your lips for real. Red hearts, that's what I'm on, yeah. Come give me something I can feel. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the
at the Apatı, 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 Hey, so now you know the game. Are you ready? 'Cause I'm coming to get you, get you, get you. Hold on, I'm on my way. Yeah, 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 I'm on my way. Hold on, I'm on my way. Yeah, 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 I'm on my way. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the Apatı, 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 apatı. Just meet me at the Apatı, 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 apatı. Just meet me at the Apatı, 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 apatı. Just meet me at the Apatı, 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 apatı. The station with the best music. Best music. I love the music. Best music. 10:47 եթերաժամի վերջին րոպեներն են եւ սովորաբար այս հատվածում մենք ձեզ հետ կիսվում ենք մարզաշխարհի նորություններով եւ այսօր առավոտից խոսում ենք տարվա ամփոփումներից, մրցանակաբաշխություններից, իհարկե սպորտի ոլորտում դրանք եւս անպակաս են, սպորտը ինքնին մրցանակների չէ, համար պայքար է, բայց տարեվերջին նաեւ տեղի են ունենում տարատեսակ մրցանակաբաշխություններ, որոնք առանձնացնում են օրինակ տարվա լավագույն ֆուտբոլիստներին եւ ահա Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը պլանավորվում է այս տարվա վերջին, տարվա վերջին է արդեն 27 օր է մնացել եւ հրապարակվել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի տեխնացուների վերջնական ցուցակը, բավական հարուստ ցուցակ է, հարուստ անուններով եւ հարուստ մարդկանցով, որովհետեւ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներն են մրցանակի համար կպայքարեն Ուսման Դեմբելեն, Դեսիր Դուեն, Էրլինգ Հալանդը, Աշրաֆ Հակիմին, Վինիսիուսը բնականաբար, Կվարացխելյան, Ռոբերտ Լևանդովսկին, Կիլիան Մբապեն, Նունու Մենդեշը, Քոուլ Պալմերը, Պեդրին, Ռաֆինյան, Մոհամեդ Սալահը, Վիտինյան եւ Լամինե Յամալը։ Ինձ որպես ոչ ֆուտբոլասերի բավական հայտնի անուններ կային, բնականաբար այստեղ ներգրաված են ֆուտբոլիստներ, որոնք իսկապես բոլորն էլ կարծում եմ արժանի են այս մրցանակաբաշխությանը։ Մրցանակին հիշեցնենք, որ անցած տարի այս մրցանակը նվաճել էր էլի շատ հայտնի Ռեալի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Տեսնենք ով կարժանանա այս տարի Globe Soccer Awards մրցանակին։ Իսկ ահա 3 տեղի են ունեցել կարևոր ֆուտբոլային հանդիպումներ։ Այո, եւ պատահական չէ, որ հենց Մբապեի մասին խոսեցիր, այո, Ռեալի հարձակվողը, ֆրանսիացի հարձակվողը 3 Ռեալի խաղում դուբլի հեղինակ է դարձել։ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում փոխ-չեմպիոն Մադրիդի Ռեալը հյուրընկալվել էր Բիլբաոյի Ատլետիկին եւ առավելության է հասել 3-0 հաշվով, ինչպես արդեն նշեցի, 2 գոլի հեղինակ դարձել է Կիլիան Մբապեն եւ երրորդ գոլի հեղինակն էլ դարձել է Էդուարդու Կամավինգան։ Ռեալը 36 միավորով այս պահին երկրորդն է եւ ընդամենը 1 միավորով է հետ առաջատար Բարսելոնայից։ Իդեպ Բարսելոնան վերջերս էր առաջանցել Ռեալից, մինչ այդ ահագին ժամանակ հենց Ռեալն էր առաջատարը։ Տեսնենք արդյոք կկարողանա վերականգնել իր դիրքը։ Այս պահին, ինչպես նշեցի, ընդամենը 1 միավորով է զիջում Բարսելոնային, Ատլետիկը 8-րդն է 20 միավորով։ Ես հիմա նոր հասկացա, ինչու ենք մարզաշխարհի նորությունները սովորաբար վերջում ասում, որովհետև վաղ առավոտյան առավել դժվար է այս բարդ անունները ասելը եւ շարունակենք ֆուտբոլի թեման եւ գանք արդեն Ինտերի խաղին անդրադառնանք Իտալիայի գավաթի խաղարկության 25-26 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում Ինտերը մրցեց Վենեցիայի հետ եւ ակումբը Միլանյան տպավորիչ խաղ ցուցադրելով առավելություն հասավ բավականին խոշոր հաշվով 5-1 եւ մեր հայ ֆուտբոլիստը Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Իդեպ նա վնասվածքից հետո փոխարինման էր մտել խաղակեսի մեկնարկին 46-րդ րոպեին։ Այսպիսով Ինտերը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր, ավելի վաղ մեկ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև Յուվենտուսը, Ատլանտան եւ Նապոլին։
Ահա, շնորհավոր ենք բոլոր երկրպագուներին այս հաղթանակ գրանցած ֆուտբոլային ակումբների, գիտենք, որ նրանց համար այս իրադարձությունները շատ կարևոր են, ես երբեմն նույնիսկ նախանձում եմ այն մարդկանց, որոնք հենց ֆուտբոլի երկրպագու են, որովհետև այդքան տարված են, որովհետև այն տոնը, որին նրանք վերածում են ամեն խաղ, իսկապես նախանձելի է։ Եվ ահա հենց թեմայի շարունակություն կարելի ասել, առջևում սպասվում է Նոա Լեգիա հանդիպում եւ բարձվում է Լե երկրպագուները այնքան են ցանկանում ավել տոմսեր ձեռք բերել, որ սա բավականին լուրջ թեմա է դարձել։ Լե երկրպագուները բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում են 1000-ից ավելի տոմս ձեռք բերել, իդեպ հայ երկրպագուների համար նախատեսված տրիբունաներից եւ պատճառն այն է, որ UEFA-ն այժմ քննարկում է Լեգիայի երկրպագուների արգելքի հարցն արտագնա հանդիպումներին, այդ իսկ պատճառով նրանք այլ անձանց օգնությամբ ջանքեր են գործադրում ձեռք բերել տոմսեր այն տրիբունաներից, որտեղ կարող են լինել միմիայն հայ երկրպագուները։ Երեք այս հայտարարությամբ հանդես եկավ նաև հայկական ֆուտբոլային ակումբը, Նոան եւ անվտանգության կատարումներից ելնելով հայ երկրպագուներին խորհուրդ է տրվում խաղի տոմսերը որևէ դեպքում չփոխանցել երրորդ անձանց։ Հիշեցնենք, որ UEFA կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի Նոա Լեգիա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մի քանի օրից դեկտեմբերի 11-ին ժամը 21:45-ին։ Տեսնենք ինչ պայքար է սպասվում, փաստորեն հավանականություն կա, որ պայքար կլինի նաև տրիբունաներում երկրպագուների միջև։ Այո, ես on-line կարդացի, որ փաստորեն Լեգիայի երկրպագուները հայտնի են իրենց ոչ ստանդարտ եւ ոչ այնքան բարեկիրթ, այո, վարքագծով, նրանք սովորություն ունեն երբեմն իրեր նետել դեպի խաղադաշտ, առաջացնել քաոս, առաջացնել աղմուկ եւ իսկապես լարված իրավիճակ, այնպես որ իսկապես կարևոր է պահպանել այս անվտանգության կանոնները եւ ոչ մի դեպքում վերջին շրջանում ցավոք այդքան տարածված վերավաճառքը տոմսերի չիրականացնել։ Մենք աստիճանաբար մոտենում ենք մեր եթերի ավարտին, ձեզ արդյունավետ աշխատանքային օր ենք մաղթում, առջևում եւս մեկ աշխատանքային օր է եւ 2 օր կարող եք հանգստանալ, այնպես որ այս թեթև սրտով շարունակեք աշխատանքը, իսկ մենք կհանդիպենք վաղը առավոտյան 9:30-ից եւ կրկին ձեզ կասենք բարի լույս։ Բարի լույս, այսօր ձեզ ասացին Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, մինչ վաղը։ Ձեզ լավ օր։ Եթերը եզրափակենք Արամեն Պետրիի երգով, կհանդիպենք։ Yar, առանց քեզ այս ամեն ինչիս է պետք ասա։ Դե ասա